Արծրունի տրամաբանությամբ վատ են արել մեր պապերը, որ զոհվել են, հաղթել են, կռվել են, պետք է պարտվեին, որովհետև ինչպես Արծրունի գերագույն հրամանատարն է հաճախ ասում, իրենք հպարտ են իրենց պարտությամբ։ Սրանք են ասում, չէ, մենք պարտվել ենք ու դրա շնորհիվ ձեռք ենք բերել անկախություն, ինքնիշխանություն։ Արծրունն էլ ասում է, կպարտվեինք, կունենայինք Միացյալ Հայաստան։ Ու այդ օպերացիային տալիս է Գերտրուդա անունը։ Իսկ այդ պլանի մեջ Հայաստանի մասին ոչինչ չկա ու ծիծաղելի է մտածելն անգամ, որ ամբողջ աշխարհը տիրել ցանկացող Հիտլերը նպատակ ուներ Միացյալ Հայաստան ստեղծելու։ ՔՊ-ին ու իր քարոզիչներին մնաք ասեն երկրորդ համաշխարհային իմաստը հենց դա էր։ Փաստացի ըստ ԿՊ-ական պաշտոնյայի, ըստ օֆիցեր պատրաստող եւ Աննա Հակոբյանի կողմից կրթվող 44-օրյա Սուտասանի, այն, որ հիմա չկա Միացյալ Հայաստան, մեղավորը խորհրդային ժողովուրդն է, հատկապես ռուսները։ Խիստ կարևոր է, թե երբ ու որտեղ է սա ասում։ Ասում է մայիսի 9-ին, հաղթանակի օրը, երբ ամեն անգամ հատուկ շեշտվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի կարևորությունը, երբ Փաշինյանն էլ Մոսկվայի պառադին նստած է։